Սիրելի հարցատողներ, լուրերի ժամը շարունակվում է, առաջիկա րոպեների ընթացքում խոսելու ենք անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին։ Թեմայի վերաբերյալ մանրամասներ ստանալու ակնկալիքով մեր տաղավարում հյուրընկալել ենք Կարինե Հանեյանին, ով այս բնագավառում ունի երկար տարիների աշխատանքային փորձ եւ որպես կանոն մինչ օրս օգնել է հարյուրավոր քաղաքացիների լավագույն պայմաններով գնել կամ վաճառել անշարժ գույք, ձեռք բերել բիզնես հաստատություն եւ որ ամենակարևորն է կատարել շահեկան ներդրումներ։ Եթե ունեք հարցեր, ապա անպայման կարող եք զանգահարել էկրանի վրա երևացող հեռախոսահամարով եւ Կարինե Հանեյանը սիրով կպատասխանի ձեզ ուզող բոլոր հարցերին, ձեզ կօգնի լավագույն պայմաններով ձեռք բերել անշարժ գույք կամ լավագույն պայմաններով վաճառել ձեր անշարժ գույքը։ Անչափ շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու եւ հարցերին պատասխանելու համար։ Վերջին շրջանում կարծես անշարժ գույքի շուկայում նոր զարգացումներ են տեղի ունենում, մասնավորապես դա կապված է տոկոսադրույքների իջեցման հետ։ Խնդրեմ մի փոքր ներկայացնեք, ինչպիսին է այսօր անշարժ գույքի շուկան, ինչ առաջարկներ կան եւ ինչ հիմնական խորհուրդներ ունեք քաղաքացիներին։ Շնորհակալություն, բարև ձեզ, Արմինե, ուրախ եմ նորից այստեղ հայտնվելու համար։ Շուկայի հետ կապված կարող եմ ասել, որ կան բավականին մեծ շարժ, այո, դեռ չեմ կարող ասել, որ sellers market է, այսպես ասած, բայց կարող եմ անվանել, որ սա balanced market է, այսինքն կա պահանջ եւ կա առաջարկ, ավելի շատ կարող եմ ասեմ, որ այս պահին օգտվում են գնորդները եւ ոչ թե վաճառողները եւ դա իհարկե պայմանավորված է մեդիայով տարբեր նորություններ լսելով, իհարկե պատերազմներ, այն, բայց իհարկե ամեն վերջում գալիս հասնում ենք տոկոսներին, տոկոսադրույքներին եւ այո, որոշ չափով տոկոսները իջել են։ Հիմա երբ որ ընդհանուր նայում ենք, եթե ուզում են օգտագործել փաքսերը, մոտ 6-երի մեջ, 6 կամ բարձր 5-երի մեջ էլ կա, իհարկե կապ ունի տան գնից, բայց շատերին դա շատ դուր է գալիս, գիտենք, որ եւս 2 անգամ պետք է շատ քիչ չափով տոկոսները իջնեն, միայն թե ես կուզենամ իհարկե զգուշացնել, եթե մարդիկ կան, որ պատրաստ են տուն գնելուն, շատ չսպասեն, մինչև որ տոկոսները իջնեն, նախ չգիտենք, թե մինչև երբ կիջնեն, հիմա շատ լավ, շատ ճիշտ ժամանակ է, ինչպես որ ասեցի փոքրիկ, այսպես պատուհան, որ կարելի է այդ պատուհանի մեջ տեղավորվել, քանի որ ներկա դրությամբ իհարկե ունենք բավականին մեծ քանակությամբ տներ, որ շուկայում նստած են, շատ լավ տներ, շատ հիանալի, բայց ցավոք սրտի երկար են այդ տները մնում շուկայում, քանի որ գնորդները այն հույսին են, որ պետք է շատ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Ուղղակի նորից մոռանում ենք, որ եթե տոկոսները իջնեն, այս տների գինը կբարձրանա կամ ավելի ճիշտ այն բոլոր գնորդները, որ պատրաստ են եւ նստած են, այսպես ասած, ցանկապատի մոտ, բոլորը ոտքի կկանգնեն եւ կստեղծվի նորից այդ մրցակցությունը եւ ես խորհուրդ չեմ տա սпасել այդ մրցակցությանը։ Ինչ վերաբերվում է վաճառողներին, իհարկե Արմենը խորհուրդ կտամ լսել շուկային եւ ոչ թե մենք ունենք ցավոք սրտի այդպես մի արտահայտություն, դնենք մեր գնով, տեսնենք ինչ կլինի։ Այդ ցավոք սրտի, երբ որ վաճառողները իրենք են թելադրում պայմանները, քանի որ ծախս են արել տան վրա եւ այլն, հենց այդ տներն են, որ 2-3 ամսով մնում են շուկայում եւ դա իհարկե ավելացնում է ընդհանուր տեսականին եւ արդեն բայերները սկսում են դառնալ ավելի, այսպես ասած, փեքե։ Ինչ խորհուրդ կտա քաղաքացիներին, ինչպես պատրաստվել տան գնելու գործընթացին, չէ՞ որ դա էլ իրենից ենթադրում է որոշակի կարևոր քայլեր, որ քաղաքացին պետք է պատրաստ լինի այդ քայլերը հաղթահարել բնակարան գնելու համար։ Որն է ձեր հիմնական խորհուրդը։ Իմ հիմնական խորհուրդը իհարկե նախ ունենալ լավ կրեդիտ, խնդրում եմ ինչ-ինչ պատճառներով մարդիկ փչացնում են իրենց կրեդիտը եւ կարծում են, թե շատ հեշտ կլինի, շատ արագ կերպով կարող են վերականգնել, այդքան էլ դա ճիշտ չէ։ Ուրիշների համար ուղղակի խաթրով ստորագրում են, մեքենաներ եւ այլն, ինչ-ինչ պատճառներով խնդրում եմ ուշադիր եղեք, քանի որ եթե նույնիսկ դուք ունենաք բավականին գումար եւ լավ եկամուտ, բայց եթե ունենաք վատ կրեդիտ, նորից խնդրեմի առաջ կկանգնեք, լավ կրեդիտի հետ միաժամանակ խորհուրդ կտամ հավաքել down payment։ Կան տարբեր ծրագրեր իհարկե։ Նախ տուն գնելուց առաջ, մոտ 1 տարի առաջ խորհուրդ կտամ զանգահարել ինձ, խոսել իմ հետ եւ ես աշխատում եմ ձեր հաշվապահի եւ աշխատում եմ loan իհարկե, ովքեր որ վարկերը պատրաստվում են, մենք երեքով միասին դա մեր թիմային աշխատանքն է, որպեսզի ձեր պատրաստենք, իհարկե հավաքեք ինչքան հնարավոր է down payment, քանի որ միայն այդ 5%-ը կամ միայն այդ 10%-ը չէ։ Ինչպես գիտես, կարող են
պատահական ծախսեր լինել վերջին պահին եւ closing-ի ժամանակ մոտավորապես եթե օրինակ 1 միլիոնանոց տուն ենք գնում մոտավորապես 2.5% 25000 պետք է ունենաք մի կողմ դրած բացի ձեր 5-10-15%-ը որպեսզի ընդհանուր կարողանանք վերջացնել ամեն transaction ինչպես են ասում, որպեսզի կարողանանք դա անել։ Եվ միշտ ասում եմ, շատերը կարծում են անմիջապես մի քիչ որ փող ունեցան կամ երբ որ աշխատանքի ընդունվեցին նույն պահին կարող են ստանալ վարկ, այնպես չէ։ Եթե W2 են աշխատում, այսինքն եթե ինչ որ մեկը ձեզ վճարում է, դուք պետք է ցույց տաք 2 տարվա աշխատանք, որ նույն տեղը կամ նույն բնակավարում աշխատում եք 2 տարի եւ իհարկե պետք է բարձր լինի աշխատավարձը։ Իսկ եթե ունեք ձեր բիզնեսը, սա շատ ավելի դյուրին է, ճիշտն ասած, կամ 1 տարվա թաքսերն ենք նայում, կամ կա նաեւ ծրագրամ, որ ընդհանրապես թաքսերին չենք նայում։ Ուղղակի այդ դեպքում պետք է ունենալ մինիմում գոնե 15-ից 20% down payment։ Իհարկե տարբերություն կա Արմինե տոկոսայինը, մի քիչ ավելի բարձր են տոկոսները, բայց ես կարող եմ օրինակ բերել, իհարկե, եթե ցանկանաք, վերցնենք 1 միլիոն տունը։ Շատերը ուզում են անպայման իհարկե թաքսերով անեն։ Ես հասկանում եմ, կարող է մի քիչ տոկոսները ավելի շահեկան լինել, բայց հնարավոր է, որ իրենք չկարողանան իրենց ինքամը եւ այլն չբավարարի եւ նաեւ պետք է վճարեն շատ բարձր թաքսեր պետության, ասենք 20-30-40%։ Շատերը ուղղակի այդ ճանապարհով չեն գնում եւ եթե ունեք 15-ից 20% հարցեր չենք տալիս, բայց լավ կրեդիտ պարտադիր պետք է ունենալ եւ այդ ժամանակ մոտ 1%-ի տարբերություն կարող է լինել վարկի մեջ։ Հիմա վերցնենք այսպես օրինակ 1 միլիոնանոց տուն single առանց HOA, առանց condo, եթե օրինակ դնում ենք 150,000, 15%, դա անում է 850,000 լոն։ Ես վերցրել եմ 6%-ի օրինակը այս պահին, եթե 6%-ով է լոնը, ձեր վճարը կգա $6425։ Թաքսերը մեջը։ Տան ինշուրանսը մեջը, միգուցե երևի մի $50-60 ավելի շատ կլինի տան ինշուրանսը, բայց ասենք ամենաշատը $6500 կլինի ձեր ընդհանուր վճարումը 1 միլիոն տան համար։ Իսկ սա այն դեպքում, երբ որ դուք օգտագործել եք ձեր թաքսերը։ Եթե թաքսերը չեք օգտագործել, ոչ մի հարց չենք տալիս, նույն ձևի 150,000 down payment-ով վերցնում ենք նույն տունը, այս դեպքում ես վերցրել եմ 7%։ Այս 7%-ի դեպքում ձեր վճարումը կգա $6984, ասենք թե 7000։ Սա տեսնում եք $500-600 տարբերություն է ամսեկան։ Սա այդպեսի շատ մի մեծ գումար չէ, որպեսզի մարդկանց յետ պահի իրենց երազանքից, որտեվ եթե դուք սպասեք եւս 1 տարի, 2 տարի, 3 տարի, որպեսզի ձեր աշխատավարձը բարձրանա, որպեսզի կարողանաք թաքսերով qualify անել, այդ ընթացքում պատկերացրեք, թե ինչքան rent եք վճարում։ Այս $500-600 տարբերությունը շատ դյուրությամբ կարելի է թաքսերից դուրս գրել, որտեղ շատեր ունեն տնական օֆիս, ինչպես գիտես, եւ շուտով միևնույն է, մենք սպասում ենք, որ ռեյթերը մի քիչ էլ իջնեն։ Մի քանի ամիս հետո կարող ենք անել refinance եւ այս գումարը, այսպես ասած, կանհայտանա։ Շնորհակալություն, շատերին հետաքրքրում է գործակալների real estate broker-ների համար նախատեսված commission-ների հետ կապված նորությունները, ինչ կա այդ առումով buyers commission-ի հետ կապված։ Արմենի, այս անցյալ տարի իհարկե շատ մեծ խոսակցություն եղավ եւ մարդիկ վախեցան, ցավոք սրտի գնորդները մտածեցին, որ վերջ, մենք ընդհանրապես տուն չենք կարող գնել, քանի որ պետք է 2.5% վճարենք մեր realtor-ին։ Գիտեք ինչն է հետաքրքիր, դա այդպես չէ եւ այդ պահին իհարկե շատ մեծ խնդիրներ առաջացան, դա մեծ կախում ունի ձեր realtor-ից, թե ինչպես են ձեզ բացատրում, թե ինչը իրականում տեղի ունեցել։ Ուղղակի ուրիշ նահանգներում որոշել էին դատի տալ, քանի որ real estate այս ամբողջ թղթաբանության մեջ գտել էին ինչ-որ մի փոքր մի բան, բացառություն, որ տան տերերը իրենք համաձայն չեն եղել կամ նորմալ իրենց չեն բացատրել, որ ընդհանուր տանգնից պետք է վճարել 2 բրոկերներին եւ ոչ թե մի հատ։ Հիմա այդ նույն պրինցիպով մենք աշխատում ենք իհարկե, ուղղակի ավելի լուրջ է, ավելի բաց ձևով բացատրում ենք, որ ընդհանուր տունը վճարելու ժամանակ նույնիսկ վերցնենք այդ 1 միլիոնը, հա։ Okay, 4-ից 5% այդ տան գումարից դուրս է գալիս, որպեսզի վճարվեն երկու կողմի բրոկերները, եւ գնորդինը եւ վաճառողինը։
Ընդհանուր միշտ այդ ընդհանուր գումարից է դուրս գալիս այս վճարումը, բայց հիմա տան տերերը կարող են, եւ սա միշտ եղել է, եթե շատ ցածր օֆեր տանք, ասենք 900,000, 920, եւ եթե իրենց դա դուր չգա, իրենք կարող են ասել, գիտեք ինչ, եթե այսքան շատ ցած եք վճարել, թող ձեր բրոկերի վճարը ձեր կողմից լինի, եւ դա միշտ եղել է։ Ես չեմ ունեցել ոչ մի խնդրեմ, որպեսզի այս ընդհանուր մեր գումարը, մեր commission-ը վաճառողը վճարի։ Ես միշտ ունեցել եմ դա առանց խնդրեմ։ Եվ եթե նայենք հիստորիկ ձևով, ինչպես է եղել, միշտ էլ երբ որ գնել ենք տուն, ընդհանուր այդ գումարից դուրս է եկել բոլորի վճարումները։ Ուղղակի հիմա մենք գնորդին ասում ենք նայեք, եթե դուք ուզում եք ձեր կողմից գնից դուրս հանել այդ գումարը, ասենք այդ 2-2.5%-ը դուրս հանել եւ ասենք 1 միլիոնի փոխարեն վճարել 975,000, այդ 25,000-ը կարող եք դուք վճարել մեր brokerage-ին, փոխարեն դա ավելացնեք տանգնի վրա։ Շատերը իրենք են դա ընտրում անել այդ ձևով, քանի որ թաքսերից է պակասում եւ քանի որ վարկերից է պակասում, բայց ոչ մեկին չենք պարտադրում երբեք, որ իրենք պետք է անպայման վճարեն։ Ուղղակի կա մեկ հատ stipulation բոլոր կոնտրակտների մեջ, եթե ինչ-ինչ պատճառներով seller-ը մեզ չվճարի, դուք պարտավոր եք դուք մեզ մեր աշխատանքի համար վճարել։ Եվ հենց սա է այս principle, որ եթե շատ ցածր է լինում offer-ը եւ seller-ը ասում է, okay, ես ես չեմ վճարելու, շատ քիչ է, այդ ժամանակ մենք խոսում ենք buyer-ի հետ, ասում ենք, տեսեք, բոլորն էլ պետք է իրենց աշխատանքի համար ինչ որ մի բան վճարվեն, եկեք այնպես անենք, որ բոլորի համար ճիշտ լինի, բայց երբեք չի եղել այնպես պահ, որ բացի տանգնից մենք վերջում ինչ որ որևէ մի realtor ասի, օ հիմա 2.5% դուք պարտքեք մեր company-ին։ Ուղղակի նախորդ պետք է բացատրել, հասկանալ եւ ամեն ինչ մնացել է նույնը, ինչպես որ առաջ։ Շնորհակալություն, ինչպես մենք միշտ բազմիցս նշել ենք, դուք քաղաքացիներին օգնում եք ոչ միայն անշարժ գույքի հարցերով, այլ նաև կյանքի ապահովագրության, living trust եւ այլ կարևոր հարցերով։ Խնդրեմ թողարկման այս հատվածում ներկայացնեք ինչ կարևոր առաջարկներ ունեք այդ առումով եւ ինչ կարևոր կապ կա անշարժ գույքի եւ օրինակ կյանքի ապահովագրության, living trust-ի միջև, քանի որ շատ հաճախ գործնականում իսկապես այս կարևոր կապը կարող է մեծ նշանակություն ունենալ։ Այ խնդրեմ մի փոքր ներկայացնեք։ Այո, Արմին, ինչպես այն օր ինձ հաճախորդին հարցը տվեց, շատ հետաքրքիր է, որ ես ստեղծել եմ այդ կապը իմ հաճախորդների մեջ, ելնելով նորից անշարժ գույքից, քանի որ տարիներ առաջ, երբ որ մարդիկ գնում էին տուն, իհարկե գիտեք, մեծ վարկ կա 1 միլիոն կամ ավելի պակաս եւ մտածում են, եթե ինչ-որ բան պատահի, ինչ պիտի լինի տունը։ Շատ անգամ այդ տունը հնարավոր է որ կորի, որտեվ հիմնական աշխատողները տղամարդիկ են եւ մտածում են, եթե բան պատահի կինը ինչպես է տակից դուրս գալու կամ եւ այլն։ So այս պահով իհարկե ես referral-ներ էի անում, որպեսզի իրենք կյանքի ապահովագրություն վերցնեին տարբեր գների եւ շատ հարմար առաջարկներով։ Բայց ինչ-ինչ պատճառներով խնդրեցին, որ ես դա էլ, այսպես ասած, ապահովեմ, եւ ես իհարկե իմ լայսենսը ունեցա, ու սկսեցի ես ապահովել տան հետ կապված, երբ որ տունը գնում ենք անմիջապես կյանքի ապահովագրություն գոնե ձեր վարկի չափով, եւ ինչպես հարտնվեց living trust-ը իհարկե, որպեսզի նորից ինչ որ մի հարցեր ծագեն, living trust-ը, այսպես ասած, ժառանգությունը շատ ավելի բարենպաստ է, որպեսզի probate չլինի, տունը պետությանը չմնա կամ հետո դատարան չմտնեք, ավելորդ estate tax-եր չտաք։ Սա մի այսպես ասած ընդհանուր circle, ամեն ինչ իրար հետ կապված է։ Եվ առաջարկներ իհարկե միշտ ունեմ, ծերերի համար միշտ առաջարկներ ունենք, եթե նույնիսկ հիվանդություններ ունեն։ Ուղղակի ամենավատը, երբ որ հոգեմետ տեղեր եւ այլն ստանում, մի քիչ այդ ժամանակ ավելի բարթանում է, բայց բոլորի համար, բոլոր տարիքով մինչև 85 տարեկան ունենք լավ առաջարկներ։ Մեր խորհուրդը, ինչպես ասած, ավելորդ դեղորայք, ավելորդ այն ինչ որ ձեզ պետք չի, խնդրում եմ զանգահարեք եւ ձեր բժիշկներին ասեք, դա ինձ պետք չի, թող հանեն ձեր վրայից։ Շնորհակալություն, ինչպես միշտ կարևոր եւ որ ամենակարևորն է օգտակար խորհուրդներով մեր հեռուստադիտողների հետ կիսվելու համար, իսկ ես էլ հեռուստադիտողներ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ թողարկման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ, եթե ունեք հարցեր, ապա անպայման զանգահարեք էկրանի վրա երևացող հեռախոսահամարով եւ Կարինե Հանեյանը սիրով կպատասխանի ձեզ ուզող բոլոր հարցերին եւ կօգնի ձեզ լավագույն պայմաններով ինչպես ձեռք բերել անշարժ գույք, այնպես էլ կյանքի ապահովագրություն, living trust եւ օգտվել այլ ծառայություններից։ Ապրեք խաղաղությամբ եւ շարունակեք հետեւել US Armenia-ի հաղորդումներին։